Ողջույն, 24 TV-ն շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է դերասան Կարեն Խաչատրյանը։ Բարև ձեզ, պարոն Խաչատրյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ այսօր կալվելու համար։ Ես եմ շնորհակալ հրավիրվելու համար։ Խոսենք սպասվող ընտրություններից, ընդամենը 3 ամիս է մնացել, մի քանի օր էլ քիչ։ Դուք ընդհանուր առմամբ ինչպես եք գնահատում, ինչ իրավիճակ է երկրում, արդյոք հասարակությունը տրամադրված է ընտրություններին, թե կարծում եք ամեն դեպքում միջև ընտրություն դեռ 3 ամիս կա եւ հնարավոր է իշխանափոխություն իրականացվի։ Եթե շատ անկեղծ, ես ընդհանուր առմամբ գնահատում եմ վատ։ Այս process-ները շատ վատն են, էլի։ Խայտարակ վատն են։ Նույնիսկ մտածում ես երկու ընդդիմադիր, ասենք, շարժում են կամ կուսակցություն են, բան, փոխանակ իշխանությանը քարկոծեն, իրար են քարկոծում։ Սա անհասկանալի բան է, այսինքն իրար են վնասում։ Փոխանակ իշխանությանը թիրախավորեն եւ շատ կոնկրետ ծրագրերով այլընտրանքային, իրար վրա քար են նետում, իրար ինչ ասում են։ Դուք այսինքն կարծում եք, որ հնարավոր է փողոցով իշխանափոխության հասնել։ Դեռ ժամանակ կա մարդկանց դուրս հանելու, պահանջ ներկայացնելու եւ նաեւ խորհրդանում խոսում են Նիկոլ Փաշինյան ամուսնալություն հայտնելու գործընթացի մասին։ Ես չեմ կարծում, թե փողոցային ինչ-որ process-ներ կլինեն, ես այդ կարծիքին չեմ, որովհետեւ մեծ հաշվով դրա կարիքը չկա էլի։ Այ օրինակ փողոցային պայքար կարող է լինի, երբ որ եթե Նիկոլը հանկարծ չեղարկի ընտրությունները, օրինակ, ասի, գիտեք, դե պատերազմական վիճակ է, պատճառ կգտնի։ Գուցե նույնիսկ չգիտենք, ախր այս պատերազմականը իրավիճակ ինչքան գծակվել է, նոր ինքը սկսվել է եւ շատ թեժ է, սա ինչ գիտես։ Ինքը պատճառ կգտնի, կարող է եւ չեղարկի։ Բայց իրոք ինչ է որ լինեն ընտրությունները։ Ոչ, Կարծում եք ինքը չի ընտրվի։ Իր ռեյտինգը շատ ցածր է։ Ну, ինքը ազգային ժողով կգնա իհարկե։ Որպես մեծամասնություն կարծում եք չի լինի։ Չէ, դա 50+1 չի լինի հաստատ։ Բայց արդյոք ինքը կուզենա լինել ընդդիմություն պարլամենտում, չեմ կարծում։ Բայց ինքը նշաձող է դրել, որ 65%-ից գոնե 65% ձայն են ստանալու իրենք։ Դրել է։ Իր նշաձողերը թող ինքը տենց դնի։ Բայց իրականությունը իհարկե այլ է, որովհետև ու այս իր շիզոֆրենիաները, այս վախերը, այս ագրեսիվ վիճակները, ես դրա մասին խոսում, որ իրանք էլ տագնապած են թվերից։ Չնայած ինչ որ sense գրում են, բան են անում, չնայած կենտրոնական սոցհարցումները ցույց են տալիս, որ առաջատար է Փաշինյանը։ Նայեք, առաջատար է, բայց 50+1 չէ նախ։ Երկրորդն էլ ինչ առաջատարը ինչ է նշանակում լեժնախ ժամանակ կա, երկրորդն էլ դե շատ հարաբերական է դա այդ առաջատարը, նախ ով է պատվիրում այդ սոցհարցումները, ինչպես է դա լինում, հետո ես ուրիշ մտավախություն ունեմ, որ ընտրությունները կարող է կեղծվեն, որովհետև իր մարդն է այնտեղ նստած, իր թերթի աշխատողը, տեխնոլոգիաները մշակած, այսպես ժամագործի պես աշխատած այդ սաղ տարիներով, այդ սաղ կօգտագործվի։ Դե արդեն մարդիկ հիմա խոսում են, որ տների վրա ավելորդ մարդիկ են գրանցված, չգիտես ինչի բան։ Բայց դեպքում ավելի ճիշտ չի փողոցային պայքար սկսել եւ մարդկանց մոբիլիզացնել, պահանջել Փաշինյանի հեռացումը եւ միաժամանակ խորհրդանում գործընթացներ ծավալել։ Դե հա, լավ կլինի իհարկե, բայց դա ինչ լավ կլինի, բայց չի արվի դա։ Նկատում եմ հասարակությունը ոտքի կկանգնի, թե ոչ։ Չէ, դե հասարակությունը դե արդեն Եթե ոտքի հանողներ լինեն, եթե առաջ այ լավ ասիկ, ոտքի հանող։ Դե հիմա խոսում է այդ մասին։ Բայց ոտքի հանողը պետք է ինչ-որ բան ասի, չէ, ինչ-որ պետք է կոնկրետ բան ասի։ Ինչ պետք է թեզ Փաշինյանի հեռացումը։ Հեռացում, ինչ հեռացում։ Հետ ընտրություններ էլի։ Եվ հետո կարող է իսկապես ընտրություններով հեռանա։ Այսինքն մոտեկա չէ, վախը որ կարող է ընտրությունները արդար օբյեկտիվ չանցնեն։ Դե հասարակության մեջ կա այդ մտավախությունը թույլ չտան մասնակցել եւ այդ կերպ եւս խոչընդոտվի իրենց։ Երբ որ մենք ասում ենք հասարակություն, դա ինչ նկատի ունենք։ Մարդիկ որտեղ ասենք Նիկոլը գնում է բան, չէ, գյուղը, գեղի ժողովուրդը նենց իրան ծափի ծաղով դիմավորում։ Այսինքն հասարակությունը պետք է աշխատի, որովհետև իրենք պետք է փողոց դուրս գային։ Բարձր որ Փաշինյանի աջակիցները չէին դուրս գալու։ Դե աշխատանք տանում են ամեն մեկը իր չափով, իր ֆինանսական ռեսուրսներով աշխատում են։
ճիշտ է, քարոզարշավը կարծեմ օրենքով դեռ չպետք է սկսվեր, Մեր այդ երկուսակցական քարոզարշավ։ Հա, դա կոչվում է երկուսակցական, իբր դա ստից վերնագիր է, բայց իրականում քարոզարշավը արդեն սկսվել է եւ շատ այնց ինտենսիվ գնում է։ Եվ ոչ միայն Նիկոլի կողմից, այսինքն դիմադիրներն էլ սկսել են քարոզարշավը։ Դե սկսված է, ինձ մենակ մի բան էլ է, այսինքն գիտեք, մի բան չէ, շատ բան է մտահոգում, բայց այդ մի բանը շատ կարևորում եմ ես։ Մշակույթի մասին ոչ ոք չի խոսում, հասկանու՞մ եք, ինչ ամեն ինչից խոսում են, ամեն ինչից բան, բայց մշակույթի մասին ոչ մի խոսք, ինչպիսի ռազմավարություն։ Հա, քաղաքական ուժերը։ Ես չգիտեմ իրանց ծրագրերում ինչ կա, չկա այդ մասին, բայց օրինակ ինչ պետք է ասեին, որ չեն։ Դա ասենք մշակութային, ինչ որ ռազմավարություն, ինչ է նշանակում մշակույթ, իրանց սահմանումը, դրա մեջ պետք է լինեն արդյոք ազգային ինչ որ շտրիխներ, գաղափարախոսության ինչ որ տարրեր, եւ ընդհանրապես այդ մշակույթի մեջ պետք է ազգային գաղափարախոսություն մտնի առավելևս հիմա, այսինքն ինչպիսին է լինելու մշակույթը։ Օրինակ ես շատ կուզեի, որ ընդդիմադիրներից որևէ մեկը կամ բոլորը ասեին, որ այն Նիկոլը ու Նիկոլի ժեխերը, որ երկու թատրոն փակեցին, մենք այդ թատրոնը նորից կվերաբացենք։ Ես կուզեի դա ասեին։ Եվ էլի այդպես։ Ես օրինակ կուզեի, որ Գոյ թատրոնը, Գոյը եւ կամերային երաժշտականը։ Ես օրինակ կուզեի, որ հուշարձանների հանդեպ, այսինքն հատուկ վերաբերմունք լիներ, հատուկ օրենք լիներ, հատուկ մշակած իրենք, այսինքն ընտրության են գալիս եւ պետական պահպանության տակ գտնվող ցանկացած շենք, այսինքն հուշարձան, դրանց ոչ ոք իրավունք չունի կպնելու, բայց հիմա մենք տեսնում ենք, որ այդ շենքերը, որոնք պատմական են, գեղեցիկ են, հնություն են, ունեն արժեք, բան են, ենթարկվում են բարբարոսության, այսինքն մի հարկը, երկու հարկը թողնում են ու բարձրանում են բարձրահարկ վրան, այսինքն այլասերում են շենքը։ Դա ես մի անգամ անվանել եմ էկլեկտիկ գեղեցկություն ու այդպես փչացնում են շենքը, այսինքն չպետք է լինի կենտրոնում երկու հարկանի կամ երեք, դա պետք է լինի այսպես ջուր բարձր։ Պետք է միանգամից արգելվի Երևանում այլևս որևէ շինթույլտվություն։ Դա էլ է մշակույթ, էլի շինարական էս մշակույթը, այսպես ասած, շատ վատ որակի է, ինչ շենքեր են սարքում, անորակ, ցածր, ոչ մի էսթետիկական հաճույք չկա, ոչ մի հետաքրքիր լուծում չկա։ Նոր շենք է կառուցվում ու դու նայում ես, ասենք, ինչը, դա ժամանակակից բառակներ, ասենք, բետոն, ապակի ու ոչ մի, ինչ ասեմ, ճարտարապետական նույնիսկ լուծում չկա։ Նմանատիպ բոլորը մոդեռն ոճով է։ Դա ոչ մի մոդեռն չկա։ Հա, տենց ինչ որ մի երկու շենք կարող է ինչ որ sense ամբողջապես իբր թե ապակի են կանում, որ արևը շատ ընկնի, բայց մեծ հաշվով դրանք շատ վատ որակի են։ Օրինակ ես կուզեի քաղաքական որևէ ուժ ասել, օրինակ Ռոսիա կինոթատրոնը պետականացվում է, ազգայնացվում է եւ դա նորից լինելու է կինոթատրոն։ Այդ կողքի սարկած այդ անտրզիբիլները սաղ մաքրվելու են, այդ բուտիկ այդ ապակի 4 կողմից այդ շենքը պետք է մաքրվի եւ ինքը գա իր իսկական տեսքին։ Իսկ կուզեի մեկը ասեր, ասենք ինչքանով է առե տերը, անես քո գումարը, այսքան դու շահագործես։ Չկա խոսում այն մասին, որ այլ առևտրի կենտրոն է։ Չկա խոսք, դե որովհետեւ հետ եմ ասում, այսինքն քաղաքականություն չկա, մշակած, այսինքն ռազմավարություն չկա, մշակույթ ասած դա ինչ է, դա իրանից ինչ է ներկայացնում։ Մշակութային արժեք, դա ինչ է։ Օրինակ այդ շենքը հենց սովետական մոդեռնիզմի գոհարներից է, բայց հիմա ասում ես այդ շենքի կողքից մեղքդ գալիս է, այլասերվել է լրիվ այլասերված մի շինություն ու այդպես էլի մենք կարող ենք ասել։ Հիմա այս 2026 թվականի ընտրությունները ինչով է կարևոր հայ ժողովրդի համար, օրինակ Փաշինյանն ասում է, որ երրորդ հեղափոխությունը մենք պետք է անենք, մեկը արել են 2018-ին, հետո արդեն 2021-ին ժողովուրդն է առաջնորդել սոցիալ-հոգեբանական հեղափոխությունը իրականացվել, իսկ ասում է 2026-ին մենք հասնելու ենք պատմաքաղաքական հեղափոխության։ Եվ դա նշանակում է հարատև պետություն ունենալ։ Հիմա, այսինքն ինչ էինք այս ամեն ինչի տակ դնում։ Պատմաքաղաքական եւ հեղափոխություն է անում։ Ինչպես կասեր դասականը բարեր։ Ուղղակի բարեր են, ծրագիր չունի, տխմարություն է դա ամեն ինչ։ Տեսեք, հիմա նայեք, գոյաբանական խնդիր ունենք մենք։
Ես վստահ եմ, որ կա պայմանավորվածություն, որ այստեղ բանը Նիկոլը բերի թուրքերին լցնի։ Դա չգիտեմ ինչ կլինի, դա փուլերով կլինի, քիչ կլինի, ինչպես կլինի, բայց ես վստահ եմ, որ ու Ալիևը ինչ ասում է ինքը կանի։ Ալիևը ինչ ասում է ինքը կանի։ Ինքը կանի հաստատ։ Իսկ եթե դա տեղի ունեցավ, դա մեծ աղետի սկիզբ կլինի, նորից մեկ աղետ։ Տեսեք, ես այդ մասին կապ չունի, որ պայմանագրում խաղաղության հայտարարագրում չկա այդպիսի կետ։ Կապ չունի դա, այդ կետը կբերեն կմցնեն, այ հիմա մի հատ Քոչինյան կա, ինչ է դրա քոչվորի պես տեքստեր է ասում, ասում է արդեն խոսում է բանից, այսօր առավոտ նայեցի, մի ամիտ աչքս ընկավ, հումանիտար միջանցք բացենք, պետք է ասում եք, ինչ է ասում։ Այսինքն թուրքը գնա գա հումանիտար միջանցք բացենք։ Տեսեք ինչ է, այսինքն դու ավելի ոնց որ մրցակցություն լինի, էլի ես ավելի Նիկոլ եմ, ավելի ադրբեջանամետ եմ ու դուք պատկերացնում եք 9 ամիս բլոկադայի մեջ էր խեղճ ժողովուրդը, հումանիտար միջանցքի մասին ոչ ոք չէր խոսում, հիմա ինքը Թուրքին միջանցք է տալիս հումանիտար։ Երեխաները 40,000 երեխա սոված քնում էին, հումանիտար միջանցքի մասին չէր խոսում, հիմա ասում է Թուրքին միջանցք տանք։ Դուք պատկերացնում եք, էս է, այս սա կլինի, ինչ դուք ասում եք ինչ կլինի, այս սա կլինի, այս ամեն ինչը կգեներացվի։ Հիմա վատ է, որ մենք փորձում ենք փակել այդ թշնամանքի էջը եւ խաղաղություն հաստատվի։ Չի լինի խաղաղություն, չկա այդպիսի բան։ Արցախի հարցը մինչև չլուծվի, չի լինի։ Առանց Արցախի այս հարցը չի լուծվի։ Եվ ընդհանրապես ես կարծում եմ, որ մենք արդեն պետք է խոսենք շատ բարձր ատյաններում մեծ հաշվով հայկական հարցի շուրջ։ Հայկականը հարց։ Այդ հարցը ես կարծում եմ, որ նոր ուժեր եթե գան ազգային, իսկապես ազգային, որոնց համար ազգային օրակարգ ամենակարևորն է, ոչ ռուսական, ոչ ամերիկյան, ոչ եվրոպական, շատ ազգային օրակարգ։ Մենք պետք է խոսենք, բարձրաձանենք եւ ցեղասպանության մասին, եւ Ալիևի ցեղասպանության մասին, եւ հայկական հարցի մասին, եւ հայկական հարցը պետք է պատկերավոր ասած մենք փաթաթենք, եթե քաղաքակիրթ է մնացել, քաղաքակիրթ աշխարհի վզին, որովհետեւ դա իրանց խղճին է, եւ իրանք չարեցին դա, ու հիմա այս ամեն ինչը կրկնվում է, որովհետեւ աշխարհը չդատապարտեց, ոչ ժամանակին, ոչ այս, ոչ այս։ Հիմա այս ամեն ինչը նոր պատերազմի առիթ չի տալու, որովհետեւ ներկայացում է այնպես, եթե մենք սկսենք այս թեմաներից խոսել, իշխանապողություն լինի եւ այս թեմաներից խոսենք, արդեն հասկանալի է, որ խաղաղության այդ համաձայնագիրը չեղարկվում եւ Ալիևը կարող է հարձակման դիմել։ Ալիևը կարող է հարձակվի ցանկացած ստից պատճառով։ Եվ ոչ մի համաձայնագիր իրեն չի պահի։ Ինքը հաստատ մի պատճառ կգտնի, հեչ որ չէ մի հատ սահմանի վրա մի հատ սադրում կանի, բան կանի, եւ դու մինչեւ հայ, հույ, մինչեւ Եվրոպան, ինքնազսման հրավիրի կամ երկու կողմերին բանը հորդորի զսման, ինքը կարող է արդեն Սյունիքը վերցնի։ Այսինքն այդ ստից բան է, չի լինի պատերազմ, ով ասեց չի Թրամփի լինի։ ներկայությամբ գնացել են, պայմանավորվել են, նախաստորագրել են։ Նախ Թրամփը հիմա Թրամփին ամերիկացի քայլում են, Թրամփը հեղինակություն չունի։ Թրամփը վաղը միսօր կարող է դատարանի առաջ կանգնի եւ ինձ հետաքրքիր է WhatsApp-ով պետք է իրան զանգի։ Այդ Էփշտեյնի ցուցակ բան եւ այլն, այս մեկ քա սկանդալ, այդ իր անունը կա եւ այնտեղ այնպեսի մանրամասնություններ կան։ Վաղը միսօր ինքը դատարանի առաջ է կանգնելու, ես վստահ եմ։ Մենք շատ բաներ ենք լսելու։ Այնպես որ ամերիկան դա բան չի, եւ հետո գիտեք, այսպես մի բան կա։ Այս միջանցքը եթե այնուամենայնիվ բացվեց, այս միջանցքը, այնուամենայնիվ, եթե դա կարելի ասել Թուրանի փոքր ծրագիրը կիրագործվի արդեն։ Ինչ առումով։ Այն առումով, որ թուրքալեզու ժողովուրդները այդ մասան զանգվածը վերջ միավորվում են իրանք։ Այսինքն դա փոքր Թուրան է, այսինքն Կովկասի հետ կապված։ Մեծ Թուրանը դա արդեն Կասպից ծովից են կողմ։ Ճանապարհը անխոչնդոտ որ այո, դա արդեն Թուրանը եղավ, վերջ։ Այսինքն այն մտահոգությունները, մտավախությունները արդեն դա իրականանա։ Փոքր Թուրան, այսինքն այդպես հիմա դե քաղաքական վերլուծաբանները երկու Թուրան են ասում, էլի, այսինքն սա փոքր Թուրանն է, իսկ այն մեծը երբ որ գնա հասնի մինչև Ալթայի, այսինքն թրքալեզու են, չէ, Ռուսաստանում։
մենք պիտի այս բանի վրա էլ աշխատացնենք ինձ թվում է, այսինքն որտեվ դրան դեմ հաստատեն ովքեր են, ռուսները դեմ են դրան, որտեվ թրկալեզու ժողովուրդներ ունեն Ռուսաստանում կան շատ, հա, դրան կարծում եմ չինացիներն են, որտեվ Չինաստանում էլ թրկալեզու միլիոնավոր թրկալեզուներ կան, դա իրան ձեռնտու չէ, այսինքն եթե մենք պետք է այդ հակաթուրանական, իսկ մենք պետք է ասենք բլոկի մեջ մտնենք, եթե իհարկե դա լինի կամ կա դա նշանակում է անդոդ լարվածություն ունենալ Թուրքիա-Ադրբեջանի հետ, հիմա իրենք այդպես են բացատրում։ Լարվածությունը միշտ կա։ Նայ Կովկասը միշտ եղել է կռվախնձոր։ Սկսած նույնիսկ եսիմ Բաբելոնից, Ասորեստանից սկսած, սա տարածք է, սա ճանապարհ է, երկու ծովերի արանքով, սա լուրջ արևտրային ճանապարհ է։ Հիմա պատերազմը նեղուցների ճանապարհների վրա է, հասկանում եք, որտեղ եթե դու նույնիսկ ունես ռեսուրս նյութական, լոգիստիկ խնդիր է, դու չես ցուցել, դու չես կարող իրացնես դա։ Հասկանում եք, հիմա այդ ճանապարհները, նեղուցները, օրինակ ցարական Ռուսաստանը առաջին համաշխարհային պատերազմում Դարդաների նեղուցը ուզում էր վերցներ, բայց ափսոս հեղափոխություն եղավ Ռուսաստանում եւ ցարին գահանքեց ցարին։ Օրինակ ծովակալ Կոլչակը արդեն ռազմական ծրագիրը մշակել էր, Սևծովյան նավատորմի ինքը բաներ, ադմիրալներ, որ մտնում է Կոստանդնուպոլ, Ստամբուլ եւ դա վերցնում է եւ դա սարքում են ուղափառների քաղաք։ Պատկերացնում եք։ Ինչի, որտեվ այդ նեղուցը շատ կարևոր է, առանց դրա Ռուսաստանը բանը թևը ոնց որ մի թևը կտրես։ Հասկանում եք։ Այս հիմա Կովկասը այդ իմաստով շատ կարևոր միջանցք է եւ վերից վար եւ աչից ձախ, հասկանում եք, միջանցք է եւ ստեղ միշտ կռիվ է լինելու, միշտ։ Հիմա այս ճանապարհը ոնց իրենք տվեցին, այսպես ասած, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որպեսզի չեզոք լինեն, իրենք այդպես են մեկնաբանում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները այդ կարևոր չէ, շատ կարևոր է թե իմ կարծիքով Ամերիկան եւ Ռուսաստանը ինչ կպայմանավորվեն, Պուտինն ու Թրամփը կզանգեն ու ինչ կխոսեն։ Այ դա է կարևոր, թե չէ միջանցք է բացարձակ կարևոր չէ։ Ի վերջո Ամերիկան Աֆղանստանում էլ 20 տարի ներդրում էր արել։ Բոլոր բնակավարներով, նույնիսկ ռազմական փախավ։ Հենց եւ փախավ հետ էլ չնայեց, նույնիսկ այդ թանկ ու կրակ գերժամանակակի տեխնիկան թողեցին, փախան, մի աշխարհի ամենամեծ ուժեղ բանակը փախավ։ Խայտարակ ձևի, ամբողջ աշխարհը խնդում էին վրեկ։ Այնպես որ այս Թրամփի ճանապարհ բաման, զորքը փախավ, որ մնաց այս միջանցքը ինչ պետք է լինի։ Ով ես էլ եմ ասում, շատ կարևոր է ինչ կխոսեն, ինչ կպայմանավորվեն Ռուսաստանը, ինչ կպայմանավորվի Ամերիկայի հետ ու չի փրկի ոչ մի WhatsApp-ի զանգ։ Այստեղ ես եթե ժամանակ ունենք, մենք երկու բան էլ ասեմ։ Մեր փրկությունը ո՞րն է։ Հիմա ասենք լավ, բա մենք ինչ անենք, չէ՞, պես 2 միլիոն ու կես մարդ է մնացել։ Լավ, 3 միլիոն թոշակառուներն հետ։ Նայեք, մենք պետք է իմ կարծիքով գուցե շատ վիճելի բան ասեմ, մենք պետք է դառնանք միլիտարիստական երկիր։ Պետք է մենք ռազմականացնենք ամեն ինչը։ Հասկանում եք, ռազմականացնենք ամեն ինչը, ռազմականացվի պետք է։ Նույնիսկ մշակույթը։ Այլապես մեզ չեն թողնի այս տարածքում մենք ապրենք։ Մեզ կքշեն ստեղից, մեզ կլուծեն, մեզ կտարալուծեն, միշտ եղել է այդպես։ Ասում եք լրիվ հակառակը ինչ որ հիմա ԿՊ-ն է անում։ Մենք պետք է ես հիմա ընդհանրապես թկած ունեմ ԿՊ-ի ասածների վրա, ես իրանց մասին չեմ ուզում խոսեմ։ Միլիտարիստական երկիր պետք է դառնանք մենք, ինքնաբավ այդ իմաստով։ Մենք պետք է մեր տեխնոլոգիաները աշխատացնենք, ռազմական նորամուծություններ, մենք ունենք դրսում շատ կարևոր մարդիկ, ռազմական արդյունաբերության մեջ աշխատող, բոլորին պետք է բերել ներգրավել, սփյուռքը պետք է գա ստեղ։ Ես հիմա հիշեցի, մենք որ թատրոնով գնացել էինք Ամերիկա, Լաս Վեգաս, այդտեղ համայնքի հետ հանդիպում էր, մի տղա հետ ծանոթացա։ Այնտեղაც ռազմական գործարանի փոխտնօրեններ կոմերցիոն գծով։ Ես ապշեցում դու որտեղ ես այստեղ հայտնվել։ Ոնց է հայտնվել։ Խեշտղեն եկել այստեղ բանակից հետո պոլիտեխնիկ տղա, ավարտած, քաղցարայրների մրցույթ, չի անցել, որտեղ անցել են ինչ-որ ազգանուններ, ոնց որ միշտ է լինում, ու այդ տղեն ասել է չեք ուզում։ Հիմա այնտեղ ռազմական գործարանի
տնօրեն է, պատկերացնում եք։ Այսինքն ուղիղ մարդիկ ունենք, մենք նորագույն տեխնոլոգիաներին տիրապետող մարդիկ ունենք։ Մենք պետք է դառնանք միլիտարիստական երկիր։ Չէ, մեզ չենք թողնի, ստեղ մենք ապրենք։ Ոչ ոք չի թողնի։ Ռուսները չի թողնի, ամերիկացիները չի թողնի։ Այս տարածքը շատ կարևոր է։ Բոլորի համար, սա լոգիստիկ ճանապարհ է, շատ կարևոր։ Հյուսիսի համար, հարավի համար, արևմուտք, արևելք, սաղի համար։ Ու միշտ այդպես եղել։ Մեր թվարկությունից առաջ էլ այդպես եղել։ Մենք միշտ խնդիր ենք ունեցել։ Աստված մեզ, չգիտեմ, ասել է, այստեղ ապրեք, ու մենք հիմա մեր գոյությունը քաշ ենք տալիս։ Բայց մենք ոնց որ թե մինչև հիմա պատվով ենք դուրս եկել, որովհետև այդտեմ ասած Ասորեստան, չգիտեմ, Մարաստան, Բաբելոն, նույնիսկ Բյուզանդիայի կայսրություն, սաղ վերացան, մենք մնացինք։ Ինչ որ մի Հիմա այս ամեն ինչը չպետք է նաև հասարակությունը պահանջ ներկայացնել։ Դուք հիմա ինչ եք կարծում, հասարակությունը նման պահանջ ներկայացնում է այսօր։ Թե դա հասարակության պահանջը չի, դա իշխանության հասարակությանը պետք է բացատրվի, հասարակությունը չի հասկանում։ Հասարակությունը ինչ է անում, ինքը քննարկում է ինչ, ինքը քննարկում է Նիկոլի Պերաշկի զղթգվելը, հասկանում, բլդուղները լցել զղթգվում է։ Այսինքն, նայեք ինչ է, մի անգամ մի տարիներ առաջ մի ռուս ակադեմիկոս էր խոսում, որը նևրովիրաբույժ էր եւ ուղեղի մասնագետ, հետաքրքիր բան ասաց։ Ասում է մարդու ուղեղը նման է ռուսերեն ասած չերդակ, ձեղնահարկ, հա, ձեղնահարկ բառ ունենք։ Եվ ասում է տարիների ընթացքում մենք ամեն ինչ լսնում ենք անպետք բան, այնտեղ գցեցինք եւ գալիս է մի պահ, երբ որ շատ կարևոր բան ես ուզում, դնես այնտեղ էլ տեղ չկա։ Հիմա Նիկոլը ինչ է անում։ Ինքը առավոտվանից ինքը իրան է լցնում մեր ուղեղի մեջ, մեր ձեղնահարկը ինքը լցնում է իրանով, որ մենք չխոսենք շատ ավելի կարևոր բաների մասին, իմ ասածների մասին չխոսի։ Մենք ասենք նստենք առավոտվանից ասենք սրտի կարեց, էս արեց, Պերաշկի զղթկվեց, էս արեց, գնաց գյուղացիների վրա մունատ եկավ, չգիտեմ ինչ արեց, էս սրա խանութը չթողեց, էս ինքը միացնում էր մեկը այնտեղ լուրերով կառավարության նիստում էս ասեց, այնտեղ էս անընդհատ ինքը ու մենք լսում ենք մեր ուղեղը ոչ կարևոր բաներով։ Իսկ այդ կարևորները եթե մենք չանենք, մենք այստեղ չենք գոյատևի, մեզ չեն թողնի։ Ոչ ոք չի թողնի։ Մենք չունենք բարեկամ երկիր, չկա այդ սուտ բան է։ Մեր բարեկամը պետք է լինի մեր զենքը, ասեմ ավելի, մեր արտադրած զենքը, ու դա մենք կարող ենք անել։ Մենք պետք է դառնանք միլիտարիստական երկիր։ Միլիտարիստ ռազմականացվի պետք է բոլոր ոլորտները, նույնիսկ մշակույթը, դպրոցից սկսած, մանկապարտեզից սկսած, աղջիկներ, տղաներ, կապ չունի, մեզ չեն թողնի, այստեղ մարդ չի, 2 միլիոն մարդ է մնացել։ Ինչ պետք է անենք մենք։ Հիմա Պարսկաստանից որ փախստականներ եկան լծվան, օրինակ, թեկուզ, մի 2 միլիոն կան, շատ չեմ ասում, մենք ինչ ենք անելու։ Պետք է դեմը կանգնենք, հա, սահմանապանները պետք է կրակեն իրանց վրա, հա։ Այդ որ Սիրիայից այսպես միլիոններով գնում էին Թուրքիա, ինչը թուրքերը կրակեցին, չէ։ Վրաներ էին դրել բանման, ցելոֆոնից բանման ապրում էին։ Ու բաներ անում, ասում խելոք մնացեք եվրոպացիք, թե չէ սաղին կղրգեմ Եվրոպա։ Որ եկան ստեղ մենք կդառնանք փոքրամասնություն միանգամից։ Ինչ պետք է, այս մասին մենք մտածել ենք, թե չէ։ Չենք մտածում, որովհետև մեր օրակարգը լցած է այտենց Նիկոլի, այտենց Դիշովի այդ Պերաշկին, հետո գիտեք ինչ, այտենց մի հատ բան ասեմ ես։ Մի բան, դուք ասում եք, որ իրանով է լցնում օրակարգը, հասկանալի է, որ առաջիկա ընտրությունները եւ ինքը փորձում է քարոզչություն անել եւ այո, օրակարգը լցնել իրանով։ Հարցը մակարդակի ու հատուկ է արվում, այսինքն այս մեխանիզմը։ Սա ավելի անմիջական, այսպես առաջնորդի տպավորություն է, այսինքն ինքը կարող է մեկ այլ տեղ չէ նստել հաց ուտել։ Այս ամեն ինչը հատուկ տեխնոլոգիա է կարծում եք։ Ոչ մի տեխնոլոգիա չկա։ Ինչի, որտեղ եթե նորմալ տեխնոլոգիա լիներ, լրիվ այլ կերպ կկազմակերպվեր։ Իսկ հիմա ինչ որ արվում է, գեղցի անկուլտուրական, հակակուլտուրական, անմակարդակ։ Բայց միգուցե դա որոշ մարդկանց կամ այն մարդկանց ովքեր են ընտրելու կամ չկողմնորոշված են, ազդում է, ասում եմ, տեսեք, ինչ անմիջական է, ոչ թե ռեստորանում նստած ճոխ ընթրիք է անում, այլ մարդը Պերաշկի է ուտում։ Դա 18 թվին գուցե դա այդքան աշխատել, բայց հիմա դա չի աշխատում իմ կարծիքով։ Հետո այսպեսի մի բան ասեմ, տեսեք, ի վերջո մենք այդպիսի արտահայտություն ունենք, չէ, կուլտուրական մարդ։ Մենք ասում ենք, չէ, կուլտուրական, ինչ կուլտուրական մարդ է։ Օրինակ ինչ է դա նշանակում, կուլտուրական մարդը ինչ է։
Օրինակ շատ սահմանումներ կարող տանք բանման, բայց մի շատ տաղանդավոր մարդ ասել է այտենց իր գրքում, ասում է բան, ասում է կուլտուրան այն է, երբ որ դու ինքնազսպում ունես քո մեջ, դու ինքդ քեզ զսպում ես։ Կուլտուրան դա է։ Կարող ես նույնիսկ հիպոլիտենից մեջ վերում անես, բայց պարզ ինքնազսպում։ Տեսեք, բան է, Սևակը գյուղի տղա էր, էլի, բայց ինքը դարավ ժամանակի ամենակարգին կուլտուրական մարդը, մտավորական, գիտնական, չափանիշ, հասարակական իր տեսակետով քաղաքացիական դիրքորոշում, իր ամբողջ պոեզիան քաղաքացիական դիրքորոշում է, ժամանակի ամենաուսյալ մարդկանցից մեկը, հա? Հիմա գյուղից դուրս գալը դա բան չէ, էլի, նորմալ է, գյուղը մեր հարստությունն է, բայց որ դու գյուղից դուրս ես գեղցի ես մնում, գեղցի, դա արդեն դիագնոզ է, դու ինչ ուզում ես արա, տեսեք գնացել այդքան աշխարհի մեծերի հետ նստում ճաշկերույթ է, չէ, ասենք գնում ես ինչ-որ պրեզիդենտ ճաշկերույթ արես նստար, նույն չսովորեց, էլի մեջը չմտավ, էլի, գեղցի մնում է գեղցի, ասենք պերաշկի դու պետք է ուտես, էս է քո մակարդակը, էլի, հասկանում եք։ Եվ ինքը վատ օրինակ է, հիմա ինքը վատ, ինչ որ անում է վատ է։ Մտնում ես մարդու տուն վարակույրի վրա զնաշոկ ես խփում, դեբիլություն է, յանիմ ինչ, ոչ մի կարգին խոսք, բան, մտել է, ես այդքան չեմ հետևում, ինչ որ բաներ կադրեր աշխի, գյուղացիների վրա մունաթ է գալիս, մունաթ ինչի ես գալիս։ Այդ մարդիկ դու պետք է գնաս ձեռը պաչես այդ մարդկանց, այդ գյուղի, որ հələ գյուղում են իրանք։ Որպես քոպես ապաշնոր, դիլետանտ ապաշնորը ամեն ինչ անում որ գյուղը փակի։ Հեսա գյուղերը սա ավելի են դատարկվելու։ Այդ դպրոցներ որ փակեց 230-ից, ավել դպրոց փակեց։ Այդ գյուղերը սա կփակվեն։ Տեսեք որ ասում են դե հիմա հերքում են ասում չենք փակում, դες բան չկա։ Մենք դե սարքող ենք ոչ թե քանդող։ Դե ուրեմն այն աղմուկը որ բարձացել է, այդ ուրեմն տեղի հասել, իրանք հիմա վախենում են։ Հիմա տեսեք, այ որ ես ասում եմ միլիտարիստական պիտի։ Տեսեք, այդ գյուղը սահմանապահ գյուղը, չէ՞։ Սահմանամերձ գյուղը պետք է դառնա սահմանապահ գյուղ։ Այդ գյուղում պետք է ամեն մեկը կարողանա կրակել իմանա։ Այդ գյուղում պետք է լինի, ասենց ինչ որ կալաշնիկովների պահեստ։ Բանալին պետք է լինի գյուղապետի մոտ։ Եթե հանկարծ ինչ-որ բան միանգամից բացում ես ու սաղ զենքերը վերցնում են։ Ու ոչ մի անկալաշնիկով։ Չկա ուրիշ ձև, չկա ուրիշ ձև։ Սահմանապահ գյուղ պետք է լինի, ամեն մի սահմանամերձ գյուղը։ Եվ դա պետք է լինի ռազմական ծրագրի պես մշակված, ռազմավարություն։ Եվ էլ եմ ասում, նույնիսկ մշակույթը պետք է ռազմականացվի։ Դուք այսօր լսում եք ռազմի երգեր լսում, չեն երգում։ Ռազմի երգ։ Այն 88 թվին ինչի մարդիկ ելան բան, չգիտեմ, որտեվ այդ երգեր կար։ Հայրիկ Մուրադյանը երգում էր, ասենք խոսքի դու ուզում ես գնայիր, չգիտեմ, Թուրքիա անիծեիր։ Կամ ասենք բանը, այն ձայնը հնչեց Էրզրումի, հա, հայոց լսում ես այդ երգը բան ես ինում sense։ Հիմա չկա այդպես բան, սախն են ստից բան, պոպ բան, մլմլոց նվնվոց, չգիտեմ, զրտուզիբի, ու դու sense չկար, ռազմի երգեր, այն բանը չի, ոնց է, արի իմ սոխակ երգը, չէ՞, ասում է այդ մասին է խոսում, ասում է չէ, ասում է, ռազմի երգ։ Էս պետք է լինի, թե չէ մեզ չեն թողնի ստեղ մենք ապրենք։ Ու սա պետք է գիտակցի ամեն մի հայ։ Նույնիսկ այն գեղի ժողովուրդը որն է Նիկոլին բանով, իրանք պետք է գիտակցեն։ Այս մասին պետք է խոսեն նաև քաղաքական կուսակցությունը, ես չպետք է խոսեմ։ Սա պետք է լինի։ Հիմա կուսակցությունն խոսենք, ասեն հենա պատերազմի են պատրաստվում։ Ոչ, դու պաշտպանվում ես։ Այս տխմարը որ ասում է բանակը չպետք է լինի մարտունակ, դա ամենամեծ տխմարություն է, որտեղ եթե բանակը մարտունակ չէ, դա բանակ չէ։ Բանակ, եթե մենք ունենք, ինքը պետք է լինի մարտունակ։ Եթե ինքը մարտունակ չէ, դա բանակ չէ։ Եվ այդ դրա դեմը ոչ մեկը չի ցեն հանում, ոչ մի գեներալ, ոչ մի բան, չգիտեմ ինչ, ոչ ոք։ Ապուշ, սա մեծարգո է, всё, մեծարգոն ասել է։ Մարտունակ չպետք է լինի, վերջացավ։ Դե բայց ասում են այդքան զենքեր են գնում, չեք տեսնում, որ գնում ենք։ Ցույց են տալիս, հետո սահմաններն են նկարում, թե ինչ պաշտպանական կառույցներ են ստեղծել, Պապիկյաններ գնացել Իրան, վերջերս, Հնդկաստան, ավելի վաղ։ Ես այնքան կուզեի, որ այն 10 թվին հիշում եք, որ չէ, 20 թվին էր դա, որ Նիկոլի պաշտպանության նախարարը ասեց նոր պատերազմ, նոր տարածքներ։ Դա այնքան ճիշտ բան էր դա։ Մենք տեսեք,
ճիշտ է, հետո Բայց որ դրանից հետո պատերազմ եղավ եւ հիմա տեսեք այդ հոգեբանությունը կար, դա լավ էր որ կար, այդպես պետք է լինի։ Այլ բան է որ մենք այդ չարեցինք։ Դա խոսակցության ուրիշ թեմա է, կարող ենք օրերով խոսել, հա, այն հանձնաժողովն է բան է արել, պապկեն, թե ինչի այդպես եղավ, տարե պահել այնտեղ, ոչ ոք չի կարողանում ծանոթանալ, թե ինչի այդպես եղավ, չէ՞։ Հա, արխիվում ենք գցել։ Ու չգիտենք այդ ոնց եղավ։ Լավ եղավ, բայց այդ թեզը, այդ շատ ճիշտ թեզ էր։ Այ հիմա հрьяաները այդ են անում։ Հрьяաները ինչի են այսպես, որտեվ իրանք հենց միլիտարիզացրեցին ամեն ինչ։ Հрьяան զենք է արտադրում։ Այդ Իսրայելը որ սկսվեց, կես միլիոն հрья կար այնտեղ, 700,000։ Ասին, всё, զենք։ Զանգեցին, խնդրեցին հերագիր բան աշխարհի հрьяաներին, փող տվեք, մեզ զենք։ Մի արեք, լավ, մի կռվեք, զենք տվեք, փող տվեք, զենք։ Ու всё, իրանք այսօր հрьяան մի հատ բլուր է վերցնում, իրան չես կարող այդտեղից հանես, վերջացավ։ Բերում է տեղ բանը կոմունիկացիաներ, բան, ամեն ինչ ինստիտուտներ, բան ստեղծում, հիվանդանոց, դպրոց, էլ չես կարող, այդ բլուրից իրան չես կարող անել, վերջ։ Որտեվ ինքը ճիշտ, ինքը միլիտարիզացված երկիր է։ Սիոնիզմ պլյուս միլիտարիզմ հավասար է Իսրայել։ Ավետած երկիր։ Մենք այդպես պետք է լինենք։ Ազգային գաղափարախոսություն, միլիտարիզմ եւ Հայաստան։ Հիմա եթե Փաշինյանը վերընտրվում է, ինչ է լինում։ Ասում եք ադրբեջանցիներն են գալիս։ Առասարակ ինչպիսի պետություն ենք մենք ունենում։ 4-րդ հանրապետության սկիզբն է Փաշինյանը ինքը դառնում է։ Մենք պետություն չենք ունենում։ Մենք պետություն չենք ունենում։ Եվ այն իբր թե ռուսներին ատող կուսակցություններ կան, չէ՞, որ ասում են, պրովինցիա չենք լինում, ֆորտ պոստ չէ՞ մենք։ Դե հիմա չեն ասում թե բայց մտավախություն կա, չէ՞ որ թուրքի վասալ լինես։ Դու նայեք այդ միջանցքը, եթե բացվեց։ Ինչ է հակադրում կամ պետք է ռուսի Չէ, ես չեմ հակադրում, ես ուզում եմ որ այն մյուս կողմի մտավախության մասին խոսենք։ Լավ ես անում, այո, պրովինցիա չլինենք, օքեյ։ Բայց դու նաև ասա որ չենք լինելու թուրքի վասալ։ Չենք լինելու։ Դու էդ էլ ասա, ինչի՞ չես ասում դա։ Դու մենակ ասում ես, բանա, ֆորտ պոստ չլինենք, բայց մի հատ ասա թուրքի վասալ չենք լինելու։ Դե թուրք չի մտնելու։ Նայեք, չի ասում թուրքի վասալ չի լինելու, չենք լինելու, բայց ասում ենք մենք ինքնիշխանությունը պահպանելու ենք, պետականությունը Ոնց, եթե Ալիևը ինչ ասում է, այսօր Ալիևը ինչ է ասում, ասում է երկաթը բռունցքս կտամ գլխից, չմոռանաս, անընդհատ մատ է թափ տալիս։ Ասում է այդ որ զենք զինվում է, ես նայում եմ, այն որ տեսամ վտանգ է, կապ չունի որտեղ է, կխփեմ ես։ Սուս բաներ ասում։ Իդեպ նաև Ու կխփի։ Թշնամի Ու որ խփեց է ոչ ոք մատին չի տա, ոչ մի Եվրոպա, ոչ մի մեկը։ Հա, էլի sense մի թեթև ինչ որ սենատ, մենատ, ինչ որ որոշում բաց ստից մտից ու վերջ։ Որտեվ ի վերջո, իհարկե մենք կարող ենք ռուսներին լիքը բան ասել, այո, Ռուսաստանը վատ կայսրություն է նորից, ոնց որ սովետներ Չարիկի կայսրություն, հա, Ռեյգանի ասած, նույնը հիմա Ռուսաստանին կարանք ասենք, հարցը դա չէ, բայց այնպես չէ որ Եվրոպան նույնիսկ Ռուբեն Սևակն է ասում, պոռնիկ Եվրոպա, Ռուբեն Սևակը, ընդ որում Եվրոպայում սովորած մարդ։ Ինչի, որտեվ գիտեր ինչի, որտեվ հիմա չասեմ ինչի։ Հիմա դարձենք ասեն, եթե այդքան ինքնաբավ է եւ Ադրբեջանը ինչ որոշում է անում, հիմա արդեն կգրավեր, հիմա կխփեր, հիմա ինչի, ինչեւ հիմա որ չի անում, սա նշանակում է որ նա չի կարող անել։ Ճնշումներ կան իր վրա։ Հիմա։ Այո, հիմա։ Չէ, հիմա տեսեք, հիմա այս պահին, եթե հիմա այսօրվա մասին է խոսքը։ Դե վերջին 1 տարի, 2 տարի պատերազմից հետո։ Չէ, հիմա տեսեք, հարցը ինչ է։ Ինքը Արցախը վերցրել է, всё, վերջ է, վերցրել է։ Հիմա աշխարհն ասում է, ինչ էր ուզում, դու Արցախից ես, վերցրել ես, հա, դե всё, վեր։ Հիմա Իրան ինքը մտածում է որ չէ, եթե ինքը իսկապես հիմա սկսեց արդեն տարածքներ, չնայած տարածք արդեն վերցրել, արդեն աշխարհը Իրան կմտածի ագրեսոր։ Ամերիկան չէ, ընդհանրապես աշխարհը կդիտարկի Իրան որպես ագրեսոր։ Հիմա ասում են լավ, կերար են, տարար Արցախը կերար, հասկացանք, լավ, չնայած չհասկացանք, բայց լավ, դու այսինքն հիմա ինչ ես անում։ Սա արդեն ուրիշ թեմա է։ Դեսակասի հետո էլ նույն աշխարհը, եթե ինքը աշխարհն է իրեն զսպում, այսինքն հետո էլ կզսպի։ Չէ, տեսեք։ Ինչ է փոխվելու նկատի ունեմ։ Նայեք, մենք Ուկրաինա չենք։ Մենք չունենք այդ տարածքը։ Մինչև աշխարհը ասի զսպի Իրան, հա, ասենք զանգեն, չգիտեմ ինչ, մի օր, հաջորդ օրը Ֆրանսիան ասի, ես ձեզ կոչ եմ անում զսպվածության երկու կողմերի տել, չգիտեմ ինչ, վերջ Սյունիքը կորավ։ 40 կիլոմետր էլի դա։
Դա Ուկրաինա չէ, ասես գնաս հազարավոր կիլոմետրերով, ծերը չի երևում, ասենք ռուսը հիմա հազիվ 4 տարվա մեջ գյուղ առ գյուղ գնում։ Հայաստանը մարդ ռեսուրսը չկա, որ դեմը կանգնեն։ Հասկանալի է, դա իրենք ասում են, եթե կարողանար այդպես հեշտությամբ լուծել այս հարցը, կաներ միջև հիմա։ Չի արել, որովհետև զսպում են իրեն։ Ասում, չէ, որովհետև Նիկոլասը տալիս է միջանցքը։ Հələ ու ասի չեմ տա։ Այդ դեպքում նոր կտեսնեք, որ կանի Ալիևը։ Հիմա ինքը ամեն ինչ, հիմա ինչի պետք է մտնի։ Ինչ ասում է Նիկոլա անում է։ Ինչի պետք է մտնի։ Ինչ ասում է անում է։ Ոչ մի խնդիր։ Ու ես ասեմ, այդ բանի, այդ տրիպի վրա նա տուալետ դրվեց։ Դու թուրքերը պետք է գնան գան, չէ՞, տուալետ է պետք։ Մի հատ, չգիտեմ, ղարսի խորովածի կետ, չգիտեմ ինչ, սա կդրվի, չէ՞, ճանապարհ է, գնում են մարդիկ։ Всё, այդտեղ մի տարի դու գյուղ է լինելու թուրքական։ Ու այդպես իրանք այդպեսին են։ Սովետի ժամանակ էլ այդպեսի, սովետից առաջ էլ այդպեսի։ Որտեղ որ գրավեր են պատերազմից հետո տեղեկություններ կան, Արման Թաթոյանը ներկայացնում, որ արդեն ենթակառուցվածքներ են, կառուցել թունելներ։ Բայց այդ եմ ասում։ Զենքեր են տեղափոխել։ Այ հիմա Ադրբեջանը ինքը միլիտարիստական երկիր է։ Եվ դրա համար ինքը հաղթեց։ Իսկ մենք ինչ էինք անում։ Հիշում եք 18 թվից առաջ էլ ինչ էինք անում։ Բաներ էինք խփել, չէ՞, հենց մի հատ անտաղանդ մի հատ երկիչ խոսքի բան, քտի մեջ երկող։ Իմ զենքը իմ երկն է, հա։ Ասենց հոգեբանությունը, հասկանում եք։ Ուսես մենք են նայում ենք, հա։ Այմար զենքն է, զենք է, իմ երկը, իմ զենքը իմ երկն է, ո՞րն է։ Կամ ասենք իմ զենքը իմ գրիչն է։ Իշխություն։ Իսկ այտենց ժողովրդին այտենց քնծրեցին, մեր բնազդները բթացրեցին ու մենք եկանք այսօրը։ Դե Նիկոլն արդեն པարզ է, ով է Նիկոլը։ Չծարայած թերուս անտերշուն, ինչ պետք է աներ։ Կարող է մեզ տաներ դեպի հաղթական կամար։ Չէ, այս պետք է լիներ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Խնդրեմ։ Զրուցում էի դերասան Կանեն Խաչատրյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։